Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, սիրելիներս, ես նույնպես լավ եմ։ Պատրաստվում եմ տանից դուրս գալ, չնայած ուրիշ սվիտեր հագա, հետո տեսա որ շատ շոկ է, եղանակը շատ տաք է մեզ մոտ այս վերջին օրերին, եւ այսօր ազատ եմ, ուրբաթ օր է, գործեր արեցի, ռուլետ տխեցի գազօջախում, որպեսզի մեկ անգամ եւս համոզվեմ գազով լավ է տխում թե չէ, բայց էլի համարյա թե վառվելու նման եղավ, ինչքան էլ ուզում ես ցածրացրել, բայց է շատ համեղ, կարմիր ստացվեց էլի, կարճ ասած սիրելիներս, հիմա այսպես կարելի ասել լավ տրամադրությամբ, քանի որ շտապելու ոչինչ չունեմ, արթնացել եմ տան գործերով, հնդկաձավարով փլավ, հավի կրծքամիսը խաշած, նորից անցնում եմ մի քիչ խիստ դիետայի, եթե անկեղծ լինեմ 2 կիլո գիրացել եմ, չգիտեմ ինչի, որ ասեմ շատ ինչ-որ խառը բաներ եմ կերել, չէ, մի խոսքով սիրելիներս, դա գաղտնիք էր, ոչ մեկին չասեք, դուք լսեք իմ ասածները, չնայած չի էլ երևում, որ ասեմ, չի երևում, ուղղակի թե կշերջն է, թե ինչ է, որ չտեսա, որ 2 կիլո քաշս ավելացել է, որոշեցի, որ մի քիչ ավելի խստոտ, չնայած ես տապակած որևէ բաներ չեմ պատրաստում, բայց վերջերս երևի թե անցած անգամ հավի կրծքամիսը այդպես ձեթով տապակեցի, մի 2 օր առաջ կարտոֆիլ է արել, բայց այդ 2 օրվանը բան չի անում, էլի։ Մի խոսքով սիրելի հետևորդներ, այս ձմեռային տաք լավ օրով դուրս եմ գալիս, գնալու եմ Իվրոշե, գնալու եմ Վինտեդից փոքրիկ ծանոթ ունեմ ուղարկելու, սկզբից այդտեղ կգնամ, կուղարկեմ եւ շատ հանգիստ, այսպես խանութներ գնայեմ, վաղնել ենք շաբաթօրե խանութների օր է, նախ մթերային մի հատ նորմալ առևտուր կանենք, չնայած այս ընթացքում էլի արել ենք, բայց ամեն անգամ մի բանը պակասում է, արդեն դուք ինձնից լավ գիտեք։ Այդպես գնումներ կանենք եւ արդեն կգնանք խանութներ, որտեղ որ կփնտրեմ ուրեմն միքս խառը, այսպես խոհանոցային օջախ, խառը ասեմ, որ վերևը լինի գազ, ներքևը լինի էլեկտրականություն։ Պիտի փնտրեմ նայեմ լավը որակյալը, որովհետև արդեն սա վերջին անգամն եմ դնելու, ամեն անգամ նորը գնելու ցանկություն էլ չկա։ Հիմա այն հին էլեկտրականը տեղադրել եմ, էլի տեսնեմ կվաճառեմ, մի խոսքով մանրուներ բաներ ինչ որ կա, որ չեմ օգտագործելու, դրանք կվաճառեմ, եթե հիշում եք, հյութաքամի չէ կար, ասել եմ, որ այստեղ դրած էր, ձեզ ասում էի, որ սա պիտի վաճառեմ, դե դա արդեն վաճառեցի, մի արաբ կին եկել երեկոյան նստեց, ստուգեցինք լավ է խանվում, աշխատում է, խնձոր ունեի այդպես հյութ քամի, ասում եմ, տուր այդ հյութը ես խմեմ, հետո առողջ ապրելակերպից խոսեցինք բավականին երկար, էլ չէր ուզում գնար, հետո գնացել է Կարենն ասում, ես չեմ հասկանում, հետ իշ մոլուցկա, այդ ոնց առնեմ, որ գալիս են ու չեն ուզում, ուրիշներ գնում են մի բան առնում, գնում, կամ ասենք անծանոթ մարդ էլի, նստում ես հետո զրուցանում, դե հիմա ստացվում է զրույց, ինչ ասեմ, Ջորջ ջան, այդպես, այս վիճակն է, փաստորեն իմ մոտ, էլի փնտրողական, գիրքս եմ կարդում, հաղթական կամարը, շատ նոր բաներ բացահայտում եմ, նախկինում որ կարդացել եմ, ունեմ ես նոթատետր, որտեղ որ լավ մտքեր գրել եմ ու հետաքրքիր է նաև որ հանդիպում եմ այդ տողերին, անմիջապես հիշում եմ, որ դա ես հավանել եմ ու գրել եմ, նույն բաներ էլի հավանում եմ, նույն մտքերը։ Սա էլ ես մասին սիրելիներս, մի խոսքով առանձնապես նորություններ չունեմ, նորությունները նաև որ այսօրվանից արդեն արձակուրդներ են ձմեռային եւ մինչեւ կտևի հունվարի 5-ը արդեն առաջին օրը կլինի, իսկ այն առաջի օրը ճուտոյից բերել էի տուն նշպաբլիքներ, քաղցրեղենով, այդպես իրար հետ հավեսով տուն եկանք, պատրաստեցի իրենից գող, այսպես հետաքրքիր է էլի, երեխաների հետ հետաքրքիր է եւ ուզում եմ ասել, որ տեսեք 3 դե վերջին օրներ, այսօր իրենց մոտ մանկավարժական խորհուրդ է, ժողով է։ Ես որպես 30 տարվա մանկավարժ չեմ հիշում, որ մենք ժողով ունենանք ու այդ օրը դպրոցի աշխատանքը կանգ առնի, այսինքն աշակերտներին ասեն չգան դպրոց։ Եվ մենք հանգիստ մեր այդ բոլոր գործերն անենք։ Ընդհակառակը հոգնած դասերից հետո 7 ժամից հետո մնում էինք, արդեն չէինք էլ ուզում լսել, տհաճ էր իրոք նույնիսկ, ձևական էր հնչում, ստիպված նստած, նույնիսկ չէիր էլ ուզում, որ խառնվես որևէ հարց քննարկես, որովհետև հոգնած էիր։ Միտքդ արագ գնալ տուն, թեկուզ մի կտոր հաց ուտել կամ գնալ տուն հանգստանալ։
Իսկ այստեղ շատ լավ գաղափար է, չգիտեմ նշեք, ովքեր Ֆրանսիայում են ապրում, ձեր դպրոցներում էլ է նման բան։ Այս դպրոցում ցանկացած օր, եթե իրենք որոշում են, որ դա մանկավարժական խորհրդի ժողովի օրն է, այդ օրը դպրոց չկա։ Այսօր հիմա այդ օրն է, այսինքն երեք ավարտվեց։ Եվ հետաքրքիր բան եւս նորից ասեմ, ուրեմն իմ ջուտոն, եթե հայկական դպրոցի հետ համատեմ, առաջին դասարան է։ Եվ երեք ասում եմ, չկա արձակուրդների համար հանձնարարված որևէ բան, քանի որ դասերը դե ես եմ սովորեցնում, եթե կա արի հիմա էլ անենք ավարտենք, որովհետև իրենք պիտի ճամփորդեին, գիտեմ դե արդեն ասում է չէ, շատ փոքրիկ մի բան է տվել ու բացում է իրոք թերթերի վրա եմ ստեղ տալիս տնայինները ամենայն դեպս, ուրեմն այդ թերթի վրա բառերն են նոր սովորում, որոնք իրենք ֆլոմասերով այդպես նշում են, այսինքն հնչյունաբանություն, ասենց ասեմ, որովհետև այստեղ մի քիչ հնչյունները ուրիշ են գրելուց տարբերվում են եւ այդ ռնգային, այդ բաները ճիշտ պիտի արտասանեն, գրվում է այլ կերպ, կարդացվում է այլ կերպ, մի խոսքով մի թերթի վրա դա էր, տակը, այդ բառերը, որպեսզի ինքը օգտագործի, 4 նախադասություններ կամ 5։ Ենթադրենք մեկը այսպես էր ասում, ես ծովի գիշատիչն եմ, ասա իմ անունը, ես ով եմ ու հաջորդ նախադասությունը ես ով եմ։ Ես ուրեմն Ակուլան, Ղոքանը, հայերեն ինչ է ժողովուրդ, այսպայն ուղղս գնաց հայերենով, ինչ ենք ասում, որ հարցակում է, մի խոսքով այդ գիշատիչը, կամ հետո կարող է հիշեմ, բայց եթե հանկարծ չհիշեմ, լավ կլինի տակը գրեք, Ակուլա վեսեղը Ղոքան են ասում, և մյուս ասենք նմանատիպ հարցը, որ ենթադրենք ասում է, ես գրելիս մաշվում եմ, որոշի ես ով եմ, այսինքն գրելով ով եմ աշվում, մատիտը կամ ինչ-որ, այս հետաքրքիր մի 4-5 տրամաբանական հարցեր և նաև այնտեղ հարցեր, որ ես փոքրիկն եմ նապաստակի, արդեն պիտի գրի, որ ես ասենք նապաստակի ձագն եմ, մի խոսքով այս նախադասությունները ասում եմ, բա ուրիշ բան չի տվել, մեկը ասում է, չէ, գիտես ինչ, մեր ուսուցչուհին ասեց, որ դուք շատ հոգնած եք երեխաներ, դուք արձակուրդներին պիտի հանգստանաք, ուժեր հավաքեք եւ ես ձեզ հանձնարարություն չեմ տալու, արձակուրդը գրելու համար չէ։ Այս մի փոքրիկ հանձնարարությունն են տալիս, ընթացքում լավ կհանգստանաք, կգաք դպրոց, կշարունակենք։ Բա ես զարմացած մնացի, նաեւ շատ լավ օրինակ է Հայաստանում գործող դասվարների համար։ Ես չգիտեմ հիմա այնտեղ ծրագրերը ոնց են, կարգը ոնց է, պարզապես ասում եմ, եթե լսող կլինի, կարող եք նաեւ դա պատասխանել, քանի որ ես շատ եմ լսել, որ ծնողները բողոքում են, որ հանձնարարությունները շատ է, երեխաները չեն կարողանում անել, ծնողներն են նրանց փոխարեն օգնում։ Իսկ այստեղ ընդհակառակը, ես ստուգում եմ, նայում եմ, եթե ինչ-որ թերանում է, ինքը ասում է, եթե ոչ, ասենք ես մինչև կարդում եմ, ասում է սուս, ձայն չհանես, չխանգարես, ես ինքնուրույն կանեմ։ Պատկերացնում եք, այդ ձևի գիտելիքներ են տալիս։ Դե հիմա կարող է մի փոքր ծույլ երեխա լինի, նա մի քիչ դանդաղ մտածի, դանդաղանի դա էլ եմ ընդունում, բոլորը այդ կարգի չլինեն, բնականաբար այդ կարգի էլ չեն, բայց սիստեմն եմ ասում, որ քիչ են տալիս, որ երեխան իրոք չհոգնի, որ երեխան դպրոցում սովորած գալիս է, դա փաստ է, որ շատ նորություններով է տուն գալիս, դա փաստ է, ամեն օր ինքը ինձ այնպիսի բաներից է պատմում ու կյանքի դասերից, կյանքից վերցված դրա համար իրեն կյանքում իրենց տեղը չեն կորցնում։ Մեր երեխաները իման մամայի բալաներ չեն։ Դե ինչ ասեմ, սիրելիներս, այս էլ էս հետաքրքիր թեման, հիմա դուրս գամ, գնամ հագնում եմ, այսինքն միասին կգնանք էլի, եթե ինչ-որ հետաքրքիր բաներ լինի, դրանք էլ կնայենք։ Հա, իդեպ սա էլ ասեմ, նոր դուրս գամ, որ փողոցում հնարավոր չի։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր անին զանգեցին կամ հետաքրքրվեցին հասցեով, ամեն դեպքում կարող եք նաև Instagram-ի էջին բաժանորդագրվել, որպեսզի կապը ավելի լինի։ Խոսքս վերաբերում է հյուսիսային տարածաշրջանի բոլոր քաղաքի բնակիչներին, քանի որ լիլգալ հասնելը շատ ավելի հեշտ է։ Սա էլ այդ մասին, իսկ եթե նոր եք լսում ու չգիտեք ինչի մասին եմ խոսում, ապա նախորդ տեսանյութը նայեք, շատ հետաքրքիր գեղեցկության սալոն, որտեղ կարող եք ամեն ինչ անել մատչելի գներով։ Դե այսքան է, գնացինք։ Շոր ջան, անտարբեր չկարողացա անցնել, հələ տեսեք
եկեղեցին ինչքան սիրուն են ձևավորել։ Անցած տեսանյութերում ասեցի, որ Լիլ քաղաքի բոլոր եկեղեցիները զարդարված են, պատրաստում են Սուրբ Ծննդյան տոնին եւ տոնական տրամադրություններ տիրում։ Այս եկեղեցին գտնվում է մեր թաղամասում, այդպես եմ ես ասում մոտիկ է, եւ փակվում է միշտ ժամը 6-ին։ Կարծում եմ հիմա այսօր շուտով ժամը 6-ը կլինի, բայց դեռ բաց է։ Հիմնականում այս պահին մտնում են տուրիստները, հավատացյալ ժողովուրդը երևի տոնակատարության ժամանակ կգա, իսկ հիմնական հավատացյալների խումբը գրեթե ամեն օր այստեղ հավաքվում են եւ իրենց պատարակն են անում։ Սա կոչվում է Սուրբ Մողիսի տաճար, որն էլ որ շատ հետաքրքիր է։ Տեսեք ինչքան սիրուն են զարդարել, կարծում եմ խոսքերն ավելորդ են։ Տեսնում եք, չէ՞, աստղիկ է գնում գալիս է։ Դուրս եկա այդտեղից եւ արդեն դեպի խանութներն եմ գնում։ Պիմկի կողմով եմ անցնում, ինչքան գեղեցիկ է ամեն դեպքում լույսերը մութ ժամանակ։ Առաջ եմ շարժվում եւ Փխոմոդն է հաջորդի, իսկ Փխոմոդ չեմ կարող չմտնել։ Ես հաճախ եմ այստեղ մտնում, ասել եմ, նայում եմ եւ հասկանում եմ, թե ինչ մոդա է հիմա Ֆրանսիայում, մարդիկ ինչ են հագնում, ինչ գույներն են գերադասում, ինչ տիպի, տեսեք, այս շղարշե, կիսաշրջազգեստ, այս հաստ, կարմիր գույնի ժակետի հետ էին համադրել, այստեղ հաճախ կարող ես տեսնել, երբ սվիտերը շատ հաստ է, իսկ կիսաշրջազգեստները բարակ։ Ինձ գրավեց այս կտորը հիմա մոտիկից շոշափեմ եւ իմ հասակակիցները կփաստեն, որ սա մեր թվականների պոմբարխետն է։ Մենք նման կտորից հագուց շատ էինք հագնում, հատկապես հենց կառնավալի տոնական օրերին։ Պոմբարխետից հագուստները հիշեք եւ գրեք եւ տոնական արդեն վերնաշապիկ է, սա շատ սիրուն էր։ Տեսեք։ Ինչ որ մոտիկից նայում եմ կաշխատեմ գինն էլ ցույց տալ, որքան հնարավոր է, այստեղ շատ մարդ կա, բայց պահ եմ որսում, որ որևէ մեկին չնկարեմ, չխանգարեմ, 40 եվրո արժեր։ Եվ այսպես այս սիրուն նոր շրջապտույտը խանութը վերջերս է արել եւ արդեն այստեղ էլ հակառակ գույներով են սվիտարները դրել, մյուս կողմում էլ կար կարմիր է այդպես սիրուն փայլերով։ Կարճ ասած կարմիրն է մոդա։ Տոնական գնումների երուզերա ժողովուրդ ջան, խանութները լիքը մարդ։ Ես էլ այսպես քայլեմ գնամ դեպի նոր բացված Կիկոն։ Տանող այդ առևտրի կենտրոնում Կրիստին Լող խանութը կար, փակվել էր։ Հաստորեն չկա էր։ Ես գում էի, որ շատ ապրանք են լցնում, բայց տանող այդքան չկա։ Մի խոսքով եղանակը լավն է, այսպես հանգիստ քայլելով գնում եմ, Իվրոշ եմ մտա, գնում արեցի, տանը ցույց կտա, գնամ հիմա էլ տոնային կրեմ չունեմ, տեսնեմ, կլինի Կիկոյում էդերից գնեմ, այստեղ չկար։ Վերջերս սոցիալական ցանցերով շատ են գրում, թե իբր Ֆրանսիայում տոներ չեն անում, չեն զարդարում քաղաքները, վատ է վիճակը եւ համեմատական բաներ են անցկացնում ուրիշ երկրների հետ, ուրիշ երկրներում չգիտեմ ինչպես է, բայց որ Ֆրանսիայում բոլոր քաղաքներում հատկապես շատ շքեղ են անցկացնում Սուրբ Ծննդյան տոնը, լուսավորությունը միշտ կա, շքեղ է արվում, կախված իհարկե բնակավայրից, ինչպես բոլոր երկրներում։ Միգուցե մի գյուղատիպ տեղ չկա, չեմ կարող հակաճառել, բայց մեծ մասամբ լուսավորված են շքեղ լույսերով։ Մտա դա մաղթնել, որը որ էլի նույն տարածքում է գտնվում, բազմից եմ ասել, սա իմ տարածքի խանութներն են, որ ես մտնում եմ։ Այստեղ էլ նմանատիպ էլի պոմբարխետի կտորն է, այս շորիկի գինը 80 եվրո էր, մեծ համարներ բնականաբար, եւ տեսեք ինչքան փայլփլուն շորեր կան, Փխոմոդում էլ տեսակ, հիմա եթե ցանկացած խանութ մտնեմ հագուստի, ապա նույն փայլփլուն բաները կտեսնեք, որովհետեւ այստեղ տոնական օրերին բոլորը կարծես թե հագնում են այսպիսի տեսակի, թե վերնահագուստ, թե վերնաշապիկ, թե հենց շորիկներ, այս սևը շատ հետաքրքիր էր, կարճաթև, էլի փայլերով էր, բայց շատ այսպես
Եվ համեստ էր, եւ տոնական էր, եւ պարզ էր, իր պարզության մեջ շատ գեղեցիկ էր։ Սա դամախն է, որտեղ հիմնականում ամեն ինչը կարծես թե մեծահասակների համար լինի։ Կոշկեղենի բաժինը շատ հետաքրքիր է, որովհետև այստեղի կոշիկները շատ հարմարավետ են մարդկանց ոտքերին նստում։ Եվ տեսեք մոդելներն էլ այդքան էլ այնց բաբոների չի էլի, որ ասենք այս կարմիր բորդո ավելի ճիշտ գույնի տեսեք կիսա կոշիկ ինձ դուր եկավ, մի հատ նայենք տեսնենք գին ինչքան է, իմ ունեցածս նույն գույնի զամշն է, հələ իմը մի փոքր ավելի վառ է, բայց սա շատ դուրս եկավ, հենց իմ պայուսակի գույնին էր, 130 եվրո արժե, շատ փափուկ կաշի է, շատ լավն էր, կրունկի չափն էլ իմ ուզած հարմարավետ չափն է, տեսնենք էլ ինչեր կան այստեղ, ուղղակի ուսումնասիրում ենք, դեռևս զեղչեր չկան, զեղչերը 25% մինչև, եթե դու ունես այս խանութի քարտը, ես ունեմ իհարկե, բայց այս պահին որևէ բան չեմ ուզում գնել, սա էլ մի կերպ նայենք 90 եվրո արժեր, գույնը լավն էր, ահա մյուս կողմում էլ էլի սպորտային կոշիկներն էին, որոնք էլի հետաքրքիր գույների էին, բայց ես երբեք դեռ չեմ գնել այստեղի որևէ կոշիկ կամ ձմեռային կոշիկ կամ սպորտային։ Սիրելի հետևորդներ, արդեն տանն եմ, ինչպես տեսնում եք, եկա տուն, ճաշեցինք, հիմա ձեզ ցույց տամ իմ գնումները եւ երևի թե դրանով էլ կավարտեմ, հետո արդեն կմիանամ։ Ուրեմն շատ մարդ կար։ Այդ շատությունից հոգնեցի, պատկերացրեք, հատկապես եթե խանութներում ինչ-որ բան էիր գնում, ահավոր հերթեր էին։ Այս Իվ Ռոշեյում անբացատրելի, մտա Էդիսակը էլի հերթ կար։ Այսինքն այն տեղերում, որ հարմար նվերներ են գնում, նմանատիպ խանութները շատ լիքն էին։ Բայց ի ուրախությունից Կիկոյում այդքան էլ լիքը չէին, մարդ չկար։ Իմիջիայլոց ձեզ նոր բացված Կիկոյում մարդ չի էլ լինում։ Ավելի շատ մարդ է լինում, օղալինում, ուշադրություն դասեք, եթե դուք Կիկոյի սիրահարներ եք, կարող եք գնալ այդտեղ։ Հրապարակից մի փոքր, Էսվերնուազ փողոցով առաջ ես գնում դեպի Դեղատուն, ցույց եմ տվել մի քանի վլոգ առաջ, նոր բացված Կիկո կա, կարող եք գնալ նայել։ Ուրեմն ինչ էր այսօրվա ակցիան, նախ Իվ Ռոշեյում տարբեր իրենք այդպես սիրուն տուփեր էին զարկել նվերների համար, Էվիդանսի փոքրը հետը փոքր բաղնիքի գելը եւ մարմնի կաթիկ դեռ ունեմ, բայց նա որ փոքր էր չցանկացա այդ ձև տուփով գնել, որոշեցի մեծը գնել, մեծի դեպքում էլ եթե 100 մլին գնում էիր, ուրեմն այս չափի գելներ նվեր գալիս, նրանք փոքր էին։ Դե չգիտեմ, ես հավանում եմ այս ֆոտո, չնայած մի քիչ ունեմ, այս պահին կոկո մադմազել եմ օգտագործում ձմեռվա համար, իսկ սա է սիրուն, ամառային այդպես ծաղկային անուշ հոտ է, չգիտեմ, դուրս գալիս է, հատկապես իրակաթիկը ես շատ եմ օգտագործում, ձեզ ցույց եմ տվել, հիմա այս գելը նվեր էր եւ հերթական նվեր էր, որ արդեն միավորներ ենք հավաքում, այս հակատարիքային գլոբալ այդպես ընդհանուր կրեմը, որը որ ես ունեմ, սրա ֆլուիդն ու կրեմը միասին գնել ենք, եթե հիշում եք, եթե մշտապես եք հետևում, ահա այս չափի է, էլի բավականին երկար կօգտագործեմ, այսինքն իմը որ էր երևի թե կվերջանար մի քանի օրից, սա կօգտագործեմ, էլ ավելորդ չեմ գնի, հետո որ արդեն պետք լինի մեծը կգնեմ, սա էլ արդեն Կիկոյից 25 SPF ֆակտորով տոնային կրեմն եմ վերցրել, ճիշտ ասած միշտ մոռանում եմ այստեղից որ համարն եմ վերցնում, բայց այս անգամ մի քիչ որոշեցի մի չնչին մուկը վերցնել, 2N-ն է, հա, 2N է, 1N-ը որ կսում էի ձեռքից շատ էր թափանցիկ, ուզում եմ մի քիչ դեմքս ծածկել, մակիաժին, գրիմի նման լինի, չգիտեմ, փորձեմ էլի, քան շատ մուկ ինձ դե չի էսազում, բայց որ ծածկող ինչ-որ բաներ ունենա, չգիտեմ, ամենահարմարը սա է, այնտեղ գույների լավ երանգներ կային, բայց մեջը դեղիներ, մեջը այնտեղ կարմրոտ երանգ է ռոզի տալիս, այդ ձև չեմ ուզում, սա բնական գույներ։ Ինչև է կգսեմ, ես մի հատ էլ էս ձև ունեի, նոր էի գնել, դրա համար եմ ասում չեմ հիշում, Հայաստանում թողեցի, կարևոր էր այդ Կիկոյի կրեմ առնելը, որովհետև այս Շանելի արդեն կրեմս լրիվ վերջացել էր, այսօր նույնիսկ այս ձև էի հանում, կսում, որ մի քիչ կար, արդեն սեղմելով էլ կրեմ չէր գալիս, ահա, ֆռացել է, օպ,
Սա ոնց որ թե բաց է, հա, մի քիչ լնայեմ, համեմատեմ։ Հա, սա մի քիչ բաց է։ Սա փաստորեն կարող է մի քիչ մուգ լինի, տեսնեմ, ամեն դեպքում շատ բացնել մի բան չի, էլի։ Այս սրանք անհրաժեշտ էր, լրիվ վերջացել էր։ Սա իմ էվիդանսն է, որ դեռ ունեմ։ Հավանում եմ, չգիտեմ, միշտ Հայաստանում այս նույնը, ինչքանով էինք առնում, այդ 10 տարի առաջ, էլի 11 տարի առաջ, 22,000 դրամով։ Այն ժամանակ եվրոյի ու դրամի ես փոխարժեքը չգիտեի, 22,000 դրամով էինք առնում, իսկ 50-ը 18-ով էինք կարծեմ առնում։ Սա էլ կոկո մադմազելը սա, դե գիտեք ամենաշատը ես Շանելի սիրահար եմ։ Սա էլ մի ուրիշ է։ Այ, հետաքրքիր հոտ է։ Սա էլ էս մասին սիրելիներս լավ էր։ Կարևոր էին այս խնամքի պարագաները, քանի որ հոսքը ասեցի շատ էր, իսկ ինչ էլ որ ուզում ես հագուստի տեսակ շալվար է ուզում փորձելու հարմար չէր։ Շալվարը պիտի գնամ Uniqlo, այնտեղ նայեմ ճապոնական այդ խանութը։ Այն նախկին ջինսս այնտեղից առա ու շատ գոհ եմ։ Կարենի համար մի հատ լավ ձմեռային բաճկոն են գնել, պատկերացրեք, որ երեք հագել էր եկավ ասում, այսին շոքա չեմ կարողանում, այսօր դու դոլարակավ, շատ լավ որակի էր, էսա բերեմ ցույց տամ լավ, դա էլ ցույց տամ, ինքը չի սիրում, որ իր շորերը ցույց եմ տալիս, կամ իր համար ինչ-որ մի բան են գնացելում, բայց ես հիմա ձեզ ցույց տամ, մոտիվացնեմ, որ գնաք գնումների, ամենանախընտրին լինե չնայած կար այդպես կակի են այստեղ ասում, մուգ չէ, վիծերի կանաչի, խակի կանաչի գույնը, տեսիք ինչքան կապուշոր, շատ տարք է իրոք, փափուկ, բմբուլներով և դուվե, Ֆրանսիան մապրողները կիմանան, դուվե և պլումով, այդ ձև վերմակներ են լինում, բարձր են լինում, մեջն էլ այսպես մանժետներով։ Մի խոսքով այս շատ լավ բան է, իհարկե թանկ է, բայց կարևորը տաք է, լավ է, բայց իր համար շատ էր տաք, բարակ դուդոնը այսօր հագավ, սա կմնա ցրտերին, այստեղ դե շատ ուժեղ ցուրտ չի։ Ասում են, որ շատ տաք ձմեռ է լինում, մի սավարտեմ ու գնամ, տաք ձմեռ է լինում, ցուրտ ամառ է լինում։ Տեսնենք, փաստորեն մինչև հիմա շատ տաք ձմեռ էր, մի քիչ անձրև եկա, դե իբր սառներ, բայց դե ձյուն դեռ չի եկել, արդեն հունվարն է գալիս, չնայած ձյան փոխարեն անձրևներ է գալիս, որը ավելի վատ է էլի լինում։ Դե լավ մնացեք սիրելի հետևորդներ, կհանդիպենք